Ազատության հրապարակում այսօր տեղի ունեցավ արցախցիների հանրահավաքը, որին մասնակցում էին հազարավոր քաղաքացիներ։ Հանրահավաքն Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության շուրջ էր։ Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի հարցի առաջմղումը, գերիների ազատ արձակման ջանքերը եւ սոցիալական այլ հարցեր։ Տեղահանված արցախցիները պահանջում են ապրիլի 1-ից չկրճատել 40,000 + 10,000 դրամ նպաստ ստացող քաղաքացիների թիվը, ինչպես նաեւ լուծել բնակարանային ապահովության հարցը։ Այսօրվա հավաքից ինչ ակնկալիքներ ունեք։ Որ հետ դամակ մեր Ղարաբաղ։ Հանրապես մենք այս Հայաստանի իշխանություններից ոչ մի ակնկալիք չունենք, բայց ժողովրդի միաբանությունից ունենք։ Եթե միաբանվի, վերահսկե մի բանի կհասնի։ Բայց հիմիկվա իշխանությունից ոչ մի ակնկալիք չունենք։ Ինչ ասեմ, ուզում եմ որ արցախցիները հարցը դրական լուծեն, գոնե սիսումների չկտրեն։ Ախր լավ վատամի բանի ծախսում ենք էլի աշխատում ենք տան վարձեր տալիս մեծ ակնկալիքներ ունեմ որ գոնե մեզ կաջակցի այս կառավարությունը մեզ մի բանով կաջակցի դե շատ բան կա ինչ ասի շատ բանով գոնե մեզ տներ տան մենք իրաց փողը չենք գոնե մեզ տներով ապահովի ինչ որ մենք կորցրել ենք մեր արքայական ապրուստը կորցրել եկալ ստեղ թափառականի նման տասստեղ աշխատում ենք տանոն ուրիշ տալիս ուրիշ վարձ տալիս մեկ էլ կոմունալ կա շատ մեծ ակնկալիքներ ունենք Օրինակ որ կլսեն մեր ձայնը եւ հաշվի կառեն ինչի համար են հավաքվել Ինչի համար եք հավաքվել հավաքվել ենք որ մեր ձայնը հաշվի ինչ պահանջներ կայացնեն անպայման դեպի դատարվի Մենք հենց եկել ենք հենց եկել ենք Մենք ուզում ենք իրար վերացնել Արցախի ասալը Մեր կարծիքը այն է համախմբվել հանուն հայրենիքի, հանուն հայ հողի Ներկայիս իշխանության հետ ոչ մի հաղթահարություն լավ ալինել եթե միասնակ անենք լավ ալինել Խնդիրները շատ են առաջի հերթին հետ վերադարձ մեր Արցախ Երկրորդ հերթին էլ եթե պիտի մնանք ստեղ, ապա այս 40 + 10-ը ինձ թվում է շատ սխալ է կտրելը։ Սա կարելի է ասած Հայաստանի կառավարության գրպանից չէ այս փողերը։ Դրսից եկող փողերը իրանք էլ պարտավոր են մեզ պահել։ Ինչպես նշել եք, Հայաստան Արցախը Հայաստանը եւ վերջ։ Հիմա ինչա, վերջում ինչա պարզվում։ Ոչինչ։ Ակնկալիքն է որ ժողովուրդը միավորվեն եւ շայքարեն իրենց երկրի հայրենիքի համար բոլորի եւ իհարկե եւ իրավունքները եւ իհարկե բոլոր գերիներին էլ ոչ միայն բոլոր գերիներին պետք է պահեն Դա մեր իշխանության բացթողումն է, եթե իշխանությունը Կարծում եք անհրաժեշտ գործողություններ են անում նրանց վերադարձնելու համար Համոզված եմ չեն անում ոչ մի գործ ես անձամբ անայդ կորած հարազատ ունեմ իր ծնողը գնում է հանդիպում եւ իր արտահայտություններով որ նկատողներով որ ոչ մի բան չի արվում Մեր պահանջներն իրականում են Որոնք են ձեր պահանջները Մեր պահանջներն են որ մեր Ղարաբաղը ժողովուրդն ոնց արել են որ ժողովուրդը դուրս գան Ղարաբաղից նույնպես լանեն ժողովուրդը Դե ես հույսով եմ որ ինչ որ մի բան առաջ կգնա Դուք Արցախից եք Չի Դե հույսով լավ կգնի Ինչ ասպասում ես ներկա կառավարությունից ոչ մի հույս չկա իրանցի Բայց դեռ ոչ մի կտապակայում դա լինի Ոչ մի մանեջ եմ գալիս Հայաստանի իշխանությունները հերկիկական Ղարաբաղի անցարումը չեն համարի պատվան Ինձ տվել է իմ երկրի ապագայի վերաբերա մտավորացին Շատ լավ Օրինակ ինչ հարցի մասին են քննարկում արցախցիները որ Նիկոլ Դավաճանից Որ կառավարությունը որոշ քայլեր կձեռնարկի գերիների վերադարձի համար, արցախցիների իրավունքների պաշտպանության համար, որ արցախցիները Հայաստանի Հանրապետությունում լինեն Հայաստանի Հանրապետության լիարժեք քաղաքացիներ, որ չունենան
փախստականի կարգավիճակ, որ աշխատանքները կլինի, որպեսզի արցախցիները կարողանան նորմալ աշխատել ու իրենց կարիքները բարելավել։ Հույս ունեմ, որ ինչ որ բան կլուծվի դեպի Արցախում։ Ասում են թողել եք, եկել եք։ Էդի հասկացող մարդ է ասում։ Թողել եք, եկել եք, չեք կռվել։ Չեք կռվել։ Հա, գոնե որ դուք շատ կներեք ձեզ չեմ ասում, եթե այստեղի ապրողները մեր Արցախի եղբայրական գերեզմանոցը չեն տեսել, գոնե ձեր երաբուրը տեսած կլիներ, ավտոբուսով, մեքենաներով անցնելից տեսած կլիներ, այդ երաբուրը ովքեր են այնտեղ Էլի թաներ, որոնք մահացել են Արցախի համար։ Հո մենակ իրեն չեն կռվել Արցախից։ Բա մեր եղբայրական գերեզմանոցը։ Ցանկությունները իրականան։ Որոնք են ձեր ցանկությունները։ Ցանկություններն որ Ինչքան Փաշինյանն ոչ մեկը եկել եք, բայց հույսը ներս կտրած։ Ինչքան ինքը լինի, հա, հավատացած կգորի տենց է, բայց երևի իշխանությունը դեպի ժամանակ իմանանք։